Շինծու մեղադրանքներով Բաքվում ընթացող դատավարությունը, որտեղ մեղադրյալների ցանկում ընդգրկված են Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական ղեկավարության ներկայացուցիչներ, նաեւ քաղաքացիական անձինք, շարունակվում է։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների նրանց վերագրվում են ահաբեկչություն, ռազմական հանցագործություններ, ցեղասպանություն եւ այլ հանցագործություններ։ Դատարանի առաջ են կանգնած 15 հայ, այդ թվում Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Մարտի 10-ի դատական նիստում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հարցաքննվել է Արկադի Ղուկասյանը։ Դատախազը հետաքրքրվել է, թե արդյոք Ղուկասյանը համաձայն է Մեծ Հայաստանի գաղափարախոսության հետ։ Ի պատասխան Արկադի Ղուկասյանը նշել է. «Վաղուց չեմ հավատում հեքիաթներին, Մեծ Հայաստանի գաղափարահեքիաթը ես ապրում եմ իրական կյանքով, երբեք դրան լուրջ չեմ վերաբերվել»։ Իսկ մարտի 6-ին տեղի ունեցած դատական նիստում ցուցմունքներ էին տվել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ՊՆ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւ այլոք։ Հայկական կողմը եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս ընդգծել են, որ Բաքվում անցկացվող այս դատավարությունները քաղաքական բնույթ ունեն եւ կարող են խախտել միջազգային իրավունքի նորմերը։ Չնայած նրան, որ հնչում են կարծիքներ, թե Հայաստանը ոչինչ չի անում Ադրբեջանում պահվող հայ պատանդներին վերադարձնելու համար, մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է ակտիվ աշխատանքը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, նպատակ ունենալով ապահովել գերիների, անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը։ Վերջին հանդիպման ժամանակ ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկվել են համատեղ ծրագրերը եւ միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում իրականացվող նախաձեռնությունները։ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ԿԽՄԿ-ի հետ գործակցության մակարդակը եւ ընդգծել կազմակերպության կատարած աշխատանքի կարեւորությունը, հատկապես հայ գերիների վերադարձի եւ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Նա վերահաստատել է իր հանձնառությունը շարունակելու աշխատանքը միջազգային հարթակներում եւ ներգրավելու նոր գործընկերներ։ Նշենք, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է գործակցել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ կազմակերպությունների հետ, ապահովելով Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի միջազգային ճանաչումը։ Մինչ Հայաստանը բարձրաձայնում է հայ գերիների դեմ իրականացվող ապօրինի գործողությունների մասին, Բաքվում անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի ծրագրերի ղեկավար Կարմեն Օսորնոն հայտարարում է, թե ականները դժվարացնում են Ադրբեջանում անհայտ կորածների որոնողական աշխատանքները։ Նա նշել է, թե իրենց նպատակն այս ոլորտում Ադրբեջանի եւ Հայաստանի գործակցությանը հասնելն է։ Նախ պետք է օգնություն ցուցաբերենք Ադրբեջանին, երկրորդը անհրաժեշտ է լուծել գործակցության հարցը։ Ասել է նա, նշելով, թե Ադրբեջանը Հայաստանին անհայտ կորածների հետ կապված ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ է առաջարկում։ Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գնահատման զեկույցում նշվում է, որ ներկայումս եւ Հայաստանում եւ Ադրբեջանում կան Արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմների ժամանակ անհայտ կորածներ, իսկ այն տարածքներում, որտեղ ռազմական գործողություններ են տեղի ունեցել, հայտնաբերված մասունքները կարող են պատկանել երկու կողմերին։ Հետևաբար ԴՆԹ-ի համեմատական վերլուծության անկախ մեխանիզմի ստեղծումը կարող է լինել նույնականացումը հաստատելու եւ արդյունքներ ապահովելու մի քանի արդյունավետ միջոցներից մեկը։ Նշվում է, որ այս մեխանիզմը բացի երկու ազգերի ընտանիքների համար պատասխաններ գտնելու հնարավորություն ստեղծելուց կնպաստի նաև տարածաշրջանում գործակցությանն ու հաշտեցմանը։ Անդրանիկ Ավետիսյան, Free News, Ազատ լուրեր։